մեր ծրագրում հստակ կետ ունենք, որ գյուղացիների աշխատանքը պետքա ստաժ համարվի։ Այսինքն դու քո հողի վրա աշխատում ես, դա ստաժ է համարվելու։ Ոնց է, Երևան գնում են գործի, հետո գնում են թոշակի ստաժ Մեր տանն ենք աշխատում, մեր ողջ հողի վրա եթե աշխատում ես, համարվում է ստաժ։ Այո։ Այսինքն ոչ միայն պետքա այդ օգնել գյուղացուն սուբսիդավորման հարցում, մթերումների հարցում, չէ, բայց պետություն այս հեռավորության վրա պետությունը պետքա սուբսիդավորի, պետքա օգնի, որ դուք կարողանաք մի բան անեք, թե չէ դուք չեք։ Այսինքն դուք հողի վրա աշխատում ես, բայց համել հետո որ անցնում ես թոշակի, դա ստաժ է համարվել։ Գիտես ինչ, մի հատ կոնսերվի բանի գործարան սարքեն, մեր բերքը իրենք հանձնենք, մեր բերքը մթերումների հետ կապված այդ պոպոկը կա, սալորը կա, խնձորը կա, տանձը կա, միշկ, ամեն իրացնել այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը որ մենք հանձնենք, այ ինձ ծով է, ես իսկ որ բանել չտան, այս հծում եմ ես։ Բայց ես կարծում եմ ամենակարևոր նաև բանը այն է, որ գյուղացու աշխատանքը պետքա հետո ստաժ համարվի։ Դե թող համարեն։ Մենք դա հստակ ամրագրել ենք ծրագրի մեջ։ Փոքր չենք, 75 տարեկան եմ, ես որ գնաս մտնես իմ բոստանը, կասես, հեսա, տեսել է։ Թեժքան էլ հետ եմ իմ բախջից ծառերը, հետ եմ, կտրեմ, սարկեմ, կուչիր դրուժբա եմ առել տոտալից։ Ես ինձ էտի աշխատում եմ, ես ինձ էտի, ծավը տանը, որ տեսել եք 75։ Էլի եմ աշխատելու, էլի եմ աշխատելու։